Հարգելի գործընկերներ, ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այս քննարկման համար, բոլոր նկատառումների համար։ Միանշանակ երկրորդում եմ այն փաստը, որ այո, մենք առողջապահության օղակում ունենք բացեր և չունենք անսահմանափակ բյուջե, որպեսզի կարողանանք փակել այդ բոլոր բացերը։ Ես պարոն հերթով կանդրադառնամ բոլոր այն հարցերին, որոնք ուղղված էին ինձ։ Պարոն Ղազարյանը հիվանդանոցների օպտիմալացման մասին էր խոսում։ Նախ ես բաց եմ յուրաքանչյուր քննարկման համար, նա ինձ հարցրեց արդյոք ես պատրաստ եմ, այո ես պատրաստ եմ և բաց եմ յուրաքանչյուր քննարկման համար։ Եվ մի հարց էլ, երբ պարոն Ղազարյանն այստեղ ասում էր նեղ մասնագետ է պետք այս պաշտոնում լինելու համար, ես ուզում եմ նա փակագծերը բացի և ասի նեղ մասնագետն ով է, օրինակ վիրաբույժը, նյարդաբանը, չգիտեմ, թերապևտը, ատամնաբույժը, ով է նեղ մասնագետը և ինձ թող ասեն 7 տարի այդ նեղ մասնագետները բժշկական համալսարանում ինչ են սովորել, սովորել են օրենքներ ստեղծել և մշակել, խնդրում եմ այդ փակագծերը բացեք, հետո կբացեք, հուսամ մի օր կհանդիպենք, կխոսենք, կբացենք։ Ինչ վերաբերվում է օպտիմալացման հետ կապված, նախ պետք է ասեմ, որ օպտիմալացման այս որոշումը ներդրվել է դեռ 2006 թվականի նոյեմբերի 2-ին 19-11 որոշմամբ։ Սակայն նա հողի վրա եկել հասել և պետք է իրականանա արդեն մեր օրերում, բայց այս օպտիմալացման ծրագրին դեռ 2 տարի ժամկետ կա, որպեսզի հասկանան դա լավ է թե վատ է, քննարկեն ազգային ժողովի հետ համատեղ և ոչ միայն, նաև տկեն նախարարության հետ համատեղ հասկանալու համար, արդյոք սա լավ է թե վատ է։ Եվ վերջ-վերջում մեր առողջապահության նախարարը շատ բաց է քննարկումների համար, կարելի է ուղղակի առողջապահության նախարարի հետ հանդիպում կազմակերպել և քննարկել նախարարի հետ, տեսնել իրենց տեսլականը, կարծիքները և այլն և այլն։ Մյուսը գյուղական համայնքներում նեղ մասնագետներով համալրումը։ Մենք տիկին Բադալյանը ճիշտ է ասեց, որ մենք օրենք ենք ընդունել նպատակային ուսուցման հետ կապված, բայց մինչև նպատակային ուսուցումը, թե ինչպես եմ ես դա պատկերացնում գյուղական համայնքներում նեղ մասնագետներով համալրումը, ես պատկերացնում եմ հետևյալ կերպ, որ պետք է բժշկական համայնքը պարտադիր ռոտացիոն ծրագրով մասնակցի գյուղական համայնքներում նեղ մասնագետների համալրման ծրագրին։ Այսինքն, ես չգիտեմ ամեն մի բժիշկին տարվա մեջ քանի անգամ և մի անգամ բախտ կվիճակվի կամ չգիտեմ, միգուցե բախտ չի վիճակվի, իրանք չեն ուզում մարզերում աշխատեն շատ, բայց տարին մի անգամ ինձ թվում է դժվար չի լինի բժիշկը թեկուզ մի շաբաթով գնա և մասնակցի այդ ծրագրերին մեր քաղաքացիների, մեր հայրենակիցների համար և բնականաբար արժանավայել աշխատավարձով։ Մյուսը դեղերի շուկան էր, որը պարոն Թունյանը շատ լավ ներկայացրեց և տիկին Բադալյանն էլ ավելացրեց, այո, ես էլ եմ կարծում, որ գրանցման պրոցեսները պետք է ավելի հեշտացնել և միգուցե այն հարկերը, որոնք դեղերի շուկայում կան և բավականաչափ բարձր են, դրանք վերանայել։ Պարոն Դանելյանը ստենտից խոսեց, Stent of Life ծրագրից խոսեց և ասաց, որ հիվանդանոցներում հաճախ, երբ որ շտապօգնությունով հիվանդ են տանում, մի ստենտը դնում են, մյուսը չեն դնում, սպասում են, որ մի քանի օր անցնի, որպեսզի չմտնի ինքը Stent of Life ծրագրի մեջ, որպեսզի վճարի։ Տեսեք, սա շատ խիստ մասնագիտական է և ես չէի ուզի, որ մենք մտնենք այդ դաշտ, որովհետև սովորաբար, երբ որ սրտի պրիստուպներ են լինում, ինչ հա տեղի ունենում, մի անոթը
այնքան շատ է փակված լինում, որ առաջացնում է սուր ինֆարկտ։ Իսկ զուգահեռ անոթները կարող են այդքան փակված չլինել, այսինքն տոկոս գոյություն ունի անոթի փակված լինելու։ Այն անոթը, որը 90% եւ ավել փակ է լինում, դա է մտնում stand of life-ի մեջ եւ համապատասխան ցուցանիշները եթե լինում են, դա է մտնում stand of life-ի մեջ։ Իսկ այն մի անոթը, որը կիսով չափ փակված լինում, դա չի մտնում, այսինքն դա կարա պլանային վիրահատություն լինի, դա կարող է ամիսներ հետո սպասի, հետո նոր ստենտավորվի հիվանդը, դա չի սպառնում հիվանդի կյանքին վտանգ։ Մյուս հարցը Արմենուհի Կյուրեղյանն է ինձ հարց տվեց, Տիկին Կյուրեղյան ինձ սովորացրել են սովորաբար մեծերին հարգալից վերաբերվել, փոքրուց այդպես եմ սովորել, չպատասխանել մեծերին, բայց ես ուղղակի չեմ կարող չպատասխանել ձեզ, որովհետև ձեր խոսույթը անցնում է բոլոր քաղաքավարության բոլոր սահմանները։ Ես հիմա ձեզ եմ ուզում հարց տալ, քանի կոպեկ արժե ձեր բարձրագույն կրթությունը, եթե էժան է դաստիարակությունը։ Խնդրում եմ ինձ ասել այդ հարցի պատասխանը։ Միանշանակ ես չեմ խոսի ձեր լեզվով, երևի հենց դա էլ մեր տարբերությունը կլինի, բայց համապարփակ ապահովագրության հետ կապված դուք իմ կարծիքն ուզեցաք իմանալ, ես հետևյալ կարծիքին եմ, որ համապարփակ ապահովագրությունը մինչև 26 թիվն էինք խոստացել մենք մեր քաղաքական թիմը բերել եւ կյանքի կոչել, դեռ 26 թիվը չէ, մենք կհասցնենք մինչև 26 թիվը բերել եւ կյանքի կոչել ապահովագրությունը եւ դա կլինի մեր քաղաքացիների առողջության հետ կապված շատ հարցերի լուծում։ Տիկին Խամոյան, ես իմ ելույթի մեջ ասացի, որ քաղցկեղը դեռ մարտահրավեր է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար եւ այո, առողջապահության նախարարությունը ամբողջությամբ չի փակում քաղցկեղի բուժումը եւ հետեւից էլ ասացի, որ դա կլուծի առողջության ապահովագրության համակարգը ներդրվելուց հետո։ Հիմա դուք ինձ ասում եք, ցավում եմ, որ դուք աչքերի մեջ նայելով եք պատկերացնում բժշկությունը։ Բժշկությունը, հիմա դուք սա ասում եք նրա համար, որտեղ դուք բժշկական կրթություն չունեք, բայց եթե դուք գնաք բժիշկի, բժիշկը մի կողմից գրի, մի կողմից խոսա, մի կողմից չգիտեմ ինչ անի, դուք էլ խոսակ, պատմեք ձեր մասին, ու ընդհանրապես ուշադրություն չդարձնի ձեզ, դուք այդ բժիշկին կվստահեք, դուք կհամոզվեք, որ այդ բժիշկը ձեզ լսեց, դուք հասկանում եք, որ երկիրը սկսվում է կարգապահությունից եւ ամեն ինչ է սկսվում կարգապահությունից։ Ես մենակ բժիշկի մասին չեմ խոսում, ես նաեւ խոսում եմ բուժքույրերի մասին, ընդհանրապես մի առանձնացրեք բժիշկ-բուժքույր հասկացողությունը, ես չեմ առանձնացնում, բայց ես շատ բազմիցս անգամ նման իրավիճակներում հայտնվել եմ եւ ականատես եմ եղել նույնիսկ կողքից, որ մարդիկ նստած իրանց պատմում են իրանց խնդիրների մասին ու ոչ մեկ իրանց չի լսում։ Ինչ-որ բաներ են գրում, ինչ-որ բաներ են, չգիտեմ ինչ են անում ու տենց որոշում են, որ այս մարդը այս հիվանդություն ունի, պետք է այս դեղերը ստանա։ Կարգապահությունից է սկսվում ամեն ինչ։ Եվ եթե միջազգային փորձերը ուսումնասիրեք, քանի որ ես միջազգայինների հետ շփվել եմ իմ մասնագիտության հետ կապված, նրանց առաջնային խնդիրը բոլոր զարգացած երկրներում հիվանդին նայել եւ հիվանդին լսելն է ամենայն ուշադրությամբ։ Ոնց դեղը չտալ, ոնց կարելի է։ Ես դեղերի մասով արդեն ասեցի, որ այո, չի փակում,
քիմիոթերապևտիկ որոշ դեղամիջոցներ, բայց կան հիմնադրամներ, կան ֆոնդեր, որոնք այդ դեղորայքը նվիրատվություն են անում Հայաստանի Հանրապետությանը, իսկ Հայաստանի Հանրապետությունը, առողջապահության նախարարությունը այդ դեղորայքները տալիս է համապատասխան հիվանդներին, ստանալու են հիվանդները, ովքեր որ ի վիճակի չեն վճարելու առնելու այդ դեղը, տալիս են այդ դեղը օգտագործելու համար, բուժվելու համար։ Իսկ վերջում ես Քրիստինե Վարդանյանին ուղղակի չեմ ուզում պատասխանեմ։ Նա, չգիտեմ, բոլոր կարգ ու կանոններից դուրս մարդ է եւ ես գտնում եմ, որ ես այդքան ցածր չեմ կարող իջնել պատասխանելու նրան։ Շնորհակալություն։